Երգիչ Սևակ Ամրոյանը հայտնի է իր ավանդական երգարվեստի պահպանմամբ և տարածմամբ: Նա ծնվել է Երևանում, սակայն մեծացել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: 2007 թվականին ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին հաճախել է նաև Երևանի Ջիվանու անվան աշխուղական դպրոց: 2008-ից 2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-ից 2015 թվականներին նույն բաժնի մագիստրատուրայում: 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Սևակ Ամրոյանը ամուսնացել է: 2024 թվականի մարտին նա հայր է դարձել իր սոցիալական ցանցերում կիսվելով առաջնեկի լուսանկարով ու գրելով «Ու փոխեց ամեն ինչ»: Վերջին շրջանում Սևակ Ամրոյանի և նրա կնոջ անձնական կյանքի շուրջ շրջանառվող խոսակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել սոցիալական ցանցերում: Երգչի կինն, ով մինչ երեխայի ծնունդը բավական ակտիվ էր իր սոցիալական հարթակներում, ծննդաբերությունից հետո բնականաբար ավելի պասիվացել է: Սակայն վերջին օրերին, հատկապես այսօր, նա կազմակերպել էր հարց ու պատասխան, որի ընթացքում պատասխանել հետևորդների հարցերին: Երբ նրան հարցրել են «Կներեք, շուտվանից ձեր ամուսնու հետ նկար չեք տեղադրում, բաժանվե՞լ եք», երգչի կինը պատասխանել է հարցով «Բաժանվե՞լ ենք», այնուհետև մեկ այլ հետևորդի մտքով էլ է անցել, որ «բաժանվե՞լ եք», նա գրել է. «Մարդ չգիտի ում հավատա, բաժանվե՞լ ենք, թե չէ»: Մեկնաբանությանը նա արձագանքել է. «Լավ, այդ դեպքում ինչու չեք երգում, Սևակն էլ իր էջում ձեզ չի գցում»: Երգչի կինը պատասխանել է. «Սպասենք Սևակի պատասխանին»: Այս փոխադարձ պատասխանները չեն տալիս հստակություն զույգի հարաբերությունների կարգավիճակի վերաբերյալ: Սակայն պարզ է, որ երգչի կինը նախընտրում է, որ Սևակն ինքն անդրադառնա այս հարցին, և բնականաբար նրանք չեն ամուսնալուծվել, այլ համատեղ մեծացնում են իրենց առայժմ միակ հրաշքին: Այս պահին հետևորդներն ու համացանցը շարունակում են քննարկել զույգի հարաբերությունների հնարավոր փոփոխությունները, սակայն պաշտոնական հայտարարության բացակայության պայմաններում որևէ եզրակացություն անել առայժմ վաղ է: Սևակ Ամրոյանը հանրային ճանաչում է ստացել 2007 թվականին, երբ հաղթեց «Շանթ» հեռուստաընկերության ժողովրդական երգիչ մրցույթը: Այդ պահից սկսած նա ակտիվորեն մասնակցում է հայկական ժողովրդական երգարվեստի զարգացմանը: Նրա առաջին ալբոմն էլ «Ետ դարդ չկա» թողարկվել է 2016 թվականին: Այնուհետև հետևել են «Յար խուշ տա» և «Սարվոր ախպեր» ալբոմները: Այս ալբոմներում ընդգրկված են ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մշակմամբ երգեր: Նրա հայտնի երգերից են «Ախպերս ու ես», «Յար խուշ տա», «Գինի լից», «Իմա նման յար», «Օտարություն», «Ադանա» և «Ամբեր» երգերը: Սևակ Ամրոյանը համագործակցել է բազմաթիվ հայ երաժիշտների հետ, այդ թվում Նունե Եսայան, Ռոզի Արմեն, Սերժ Թանկյան, Մհեր Մեսրոպյան և այլք: Նրա երգերը հաճախ ունեն հայրենասիրական թեմատիկա և արտահայտում են հայկական մշակույթի և պատմության կարևորությունը: Նա համերգներ է ունեցել տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլուր: Սևակ Ամրոյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը, թողարկելով նոր երգեր և տեսահոլովակներ: Նրա երաժշտությունը հասանելի է գրեթե բոլոր հարթակներում: Սևակ Ամրոյանը հանդիսանում է ժամանակակից հայ ժողովրդական երգարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը: Նրա նվիրվածությունը հայկական մշակույթի պահպանմանը և զարգացմանը նրան դարձնում է սիրված և հարգված արվեստագետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Տարիներ առաջ Սևակ Ամրոյանն իր հարցազրույցներից մեկում խոսել է նաև տեսահոլովակներ նկարահանելու ծախսատար աշխատանքների մասին: Երգիչները դժվարանում են այդ հարցում: Վերջին շրջանի ձեր երգերը ունենում են նաև տեսահոլովակներ: Ինչպե՞ս եք կարողանում այդ ծախսերը հասցնել, ունեք հովանավոր հարցին նա պատասխանել էր. «Անկեղծ ասած, ես հովանավոր չունեմ, բոլոր ծախսերը թեև մի քիչ դժվարությամբ, բայց ինքս եմ հոգում: Տարվա ընթացքում շատ հյուրախաղերի եմ մեկնում և կարծում եմ դա օգնում է ֆինանսական խնդիրներ լուծել: Դրսում ավելին ես վաստակում: Կողմնակի եկամուտի այլ աղբյուր չունեմ: Այնպես չէ, որ շատ տեսահոլովակներ ունեմ: Եթե հաջորդը նկարահանեմ, կստացվի արդեն շատ տեսահոլովակներ, թող լինի քիչ, բայց որակյալ»: Ասացիք, որ հաճախ եք համերգներով մեկնում արտասահման, խոսքը մենահամերգների մասի՞ն է: Ոչ, շատ մեծ ցանկություն ունեմ, որ իմ առաջին մենահամերգը լինի Երևանում, հետո նոր արդեն այլ երկրներում:
Այսօր երիտասարդ երգիչ-երգչուհիներից շատերը ընտրում են փոփ էստրադային ոճը, քանի որ առավել եկամտաբեր է։ Երբևէ մտածե՞լ եք երգացանկի ժանրային փոփոխության մասին։ Մտքովս անգամ չի անցնում, չեմ կարող իհարկե խոստումներ տալ, բայց աշխատում եմ հնարավորինս պահել այն, ինչ իմն է։ Իմ կարծիքով մարդ պետք է անի այն, ինչն իր մոտ գոնե մի քիչ ստացվում է։ Մարդիկ ինձ այս ժանրում են ճանաչում և կարծում եմ ժողովրդի համար այս երգերն ավելի հարազատ են։ Ուրախ եմ, որ զբաղվում եմ իմ գործով, որով զբաղվել են մեծ երգիչներ ժողովրդական երգի ասպարեզում։